Կա մեկ իրողություն, որ այս հողը մերն է։ Եվ գիտեք ինչ կան դեռևս փաստորեն մարդիկ շատ մոտիկ այստեղին, որոնք դա չեն հասկանում։ Իրենց դա բացատրում է մեր բանակը, իրենց ձևով, մենք մեր ձևով։ Մեր ձևը սա է։ Մենք ցույց ենք տալի մեր թշնամիներին, որ մենք ոչ վախեցող ենք, մենք ոչ փախչող ենք, մենք կարճացենք այս հողին եւ մնալու ենք այստեղ։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում հանդիսավոր պայմաններում բացվեց համայնքային կենտրոնի նոր շենքը, որի կառուցման անհրաժեշտությունն, ինչպես ասում է գյուղապետ Հրազդան Ասրի-Բաբայանը, կար վաղուց։ 10 թվականին վառվեց ամբողջ շենքը խորհրդային տարիներում կառուցած մեր կոնտեքստյան ուժերով։ Վառվեց, նրանից հետո մի քանի տարի մնացինք առանց գրասենյակ, առանց բուժկետ, առանց ակումբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը ֆրանսահայերի նվիրատվություններով եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցեց նոր բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի շենք։ Եղեցիկ հոյակապ շենքը կծառայի մեր ժողովրդին, կծառայի մեր սերունդներին եւ գյուղի բարեկեցությունը ավելի կբարձրանա։ Լրիվությամբ ապահով շենք է, շատ հարմար շենք է, այնպես որ բավարարում է մեր։ Մուշկապատի համայնքային կենտրոնի շենքը եռահարկ է։ Առաջին հարկում ակումբն է, երկրորդում բուժկետը, փոստային բաժանմունքն ու համակարգչային կենտրոնը, իսկ երրորդ հարկում համայնքի ղեկավարի գրասենյակն է։ Այս համայնքային կենտրոնը շատ դպավորիչ է, կարծեմ որ շատ լավ է, գեղեցիկ է, լուսավոր է, լավ հավաքույթի տեղ պիտի լավ համայնքին համար։ Նույն կարծիքին է Մուշկապատի բուժքույրը Մարիտա Մուսայելյանը, որ 44-ամյա աշխատանքային կյանքի ընթացքում բուժկետի 5 շենք է փոխել եւ միշտ երազել այսպիսի պայմանների մասին։ Երբ հեռուստացույցով դիտել եմ որոշ տեղեր բուժկետների բացում, համայնքների բացում, միշտ երազել եմ, որ մենք էլ ունենանք այսպիսի լավ բուժկետ, մենք էլ այսպիսի հարմարություններով աշխատենք եւ վերջապես այդ երազանքը մեր իրականացավ եւ մենք այս բարեկեցիկ սենյակում աշխատում ենք, բայց իմ աշխատանքային տարիներս, գործունեության տարիներս արդեն ավարտվում է, շուտով ես թոշակի կանցնեմ, կցանկանամ ինձնից հետո ով որ մտնի աշխատանքի, թող խաղաղ երկնքի տակ ծառայի եւ բուժկետը թող բարի նպատակների համար ծառայի։ Ես հիացա իմիջայլոց բուժկետի վրա, տեսա որ լրիվ ապահովված էր թե տեղորայքներով, թե սրսկման սարքերով, երեխաների պատվաստման բոլոր պայմանները կան, կազմակերպված է, այդ կազմակերպվածությունը շատ դրական է եւ շատ զգացված եմ։ Մուշկապատի համայնքի ղեկավար Հրազդան Ասրի-Բաբայանն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստան հիմնադրամին եւ Սփյուռքահայությանը, միաժամանակ հիշեցնելով, որ հերավոր բարձրադիր այս գյուղում լուծելու դեռ շատ խնդիրներ կան։ Հանդիսությունների տուն չունենք, մանկապարտեզ չունենք եւ ամենակարևորն էլ այդ ճանապարհի վիճակը։ Մուշկապատի հյուրերն էլ իրենց հերթին հաստատում են, որ հայրենիքին օգնելը եղել եւ մնում է Սփյուռքի կարևորագույն առաքելությունը։ Կարծեմ որ այսօր ավելի քան երբեք պետք է աջակցենք Ղարաբաղին եւ Հայաստանին։ Չեմ կարող ոչ մեկին բարդատրել, բայց զգացմունքներս կասեն, որ եթե ես կարող եմ ճակատ լինել, այս հողը պաշտպանելու համար պետք է այնտեղ լինեմ։ Եթե այնտեղ չեմ կարող լինել, ինչ որ պատճառով պետք է աշխատեմ նյութաբես, ինչ որ կարող եմ անել, որովհետեւ այս մեր ժողովուրդը կամ զինվորը այնտեղ ապահովս կա։